անպարը հետևից սա գալի, արդեն իսկականից ոչ մի բան չկա, սա գողտել են, ասում եմ որ ինչ անեմ, բան, ես գործ չունեմ, գնա օֆիսի հետ խոսա, բալ գործ ունի, հայ բան, 2 ժամա գլխիս ես կայն է։ Ողջույն, ես Արտակն եմ, ոնց որ բախտս չի բերում, ես արդեն որերորդ կորցնում եմ, իմ մտածած գներից շատ ավելի թանկ է դուրս գալիս, մոտավորապես 2-3 հազարով ավել, բացարձակ ձեռք չի տալիս, թարսի նման ընտրությունն էլ այդքան շատ չի, իսկ ես մեկի վրա քիչ էր մնում քաշվեի, տաքացել էի գինը շատ բարձացա, մտածում էի 7-8 կամ լավ որ շատ ոգևորվեմ մինչև 9000 կբարձրանամ, արի ուտես մինչև 13-4 բարձացա, ինքը լավ հարմար էր, մոտիկ էր, ճանապարհի ծախս չուներ, ազարտի էի ընկել, բախտս բերեց ժամանակին կանգնեցի, ավելի շուտ կանգնելս ոչ էլ ժամանակին էր, ուղղակի կոնկուրենտս ինձանից տաքարյուն դուրս եկավ և 13500-ով ինձ աուտբիդարեց, որի համար ես իրան շատ շնորհակալ եմ։ Մի հատ էլ քյամպր կա աչքիս առաջ, բայց շատ լուրջ չէի տրամադրված սրա նկատմամբ, որովհետև բացարձակ ոչ մի նկար ներսից չկա։ Նամանավանդ, որ ինքը salvage title-ա ջրի վնասվածքով, water damage։ Պատկերացում անգամ չունեմ ինչա կատարվում ներսը։ Դուրը փակ է, բայց բանալիները կա ու ոչ մի նկար ներսից չեն նկարել, մի քիչ կասկածելի է, բայց անհաջողություններից հետո որոշեցի բախտս սրա վրա էլ փորձեմ։ Մի քիչ հույսից ներշնչեց այն պահը, որ ինքը գտնվում է Նյու Մեքսիկոյում, շատ հեռու չի, համ էլ կլիման ավելի չոր է ու քամոտ, որը որ խոնավությունը շատ արագ կչորացնի, համ էլ եթե անգամ ջուր ա եղել մեջը, հույսով եմ, որ չի հասցրել վնասի, իհարկե էլեկտրոնիկան չհաշված։ Եղած նկարներին, որ նայում եմ, կասկածելի ոչ մի բան չեմ տեսնում, ամեն ինչ շատ լավ վիճակում է, ամեն ինչ տեղում է, պակաս բան չկա։ Հույսով եմ, որ ներսում էլ է վիճակը սենց ոնց որ դուրսը։ Վաղը առավոտը ակշնն է, մոտավորապես կարծում եմ 6-7 հազար արժի բարձրանալ։ Շատ չեմ ուզում, որովհետև ռիսկի է ամեն դեպքում։ Գոնե ներսը մի հատ նկար արածելնեին, շատ կասկածելի է, նենց տպավորությունն ոնց որ դիտմամբ են անում։ Ջրի վնասվածքը կարա շատ լուրջ լինի, կամ էլ հակառակը կարա ամեն ինչ նորմալ լինի, ոչ մի բան էլ չերևասկի։ Լավ, ամեն դեպքում սպասենք վաղվան, տեսնենք ինչ կլինի։ Այն ինչ հիմա ձեր էկրաններին տեսնում եք, այդ իսկական ակշնը չի, սա ընդամենը ձայնագրությունն է իսկական ակշնի։ Բարի լույս, շատ կարևոր հանդիպում ունեի առավոտյան ու նենց ստացվեց թարսի նման, որ իսկական ակշնը ընկավ այդ ժամերին։ Ակշնը արդեն եղել վերջացել է ու այն ինչ որ կատարվեց, ես մեքենայի մեջ էի ու մեքենայի մեջից հեռախոսով էի ակշնին մասնակցում։ Հիմա դուք դրա համար նայում եք իր ձայնագրությունը, որը որ վեբսայթում կար։ Գինը հասավ 7000 ու reserve price-ը վրայից հանեցին, այսինքն ինչ գնով որ վերջացավ, ծախված է։ Բայց ես տաքացել եմ ու ինձ կարծես թե կանգնացնել չի լինում։ Կալիֆոռնիա որ ցույց է տալի, այդ ես եմ։ Մնացել ենք ես ու ինչ որ մեկը Նյու Մեքսիկոից։ Ըստ երևույթի, այս ինչ որ մեկը աչքից գնացել նայել է քյամպերը։ Գինը հասավ 9000, իմ պլանավորածից 2000 ավել, բայց ես հələ խփում եմ։ Ու նենց եմ տաքացել, որ արդեն ես շատ վտանգավոր էի այստեղ։ You win. Եվ ահա հաղթանակ El Macho-ն տապալվեց, Կալիֆոռնիան հաղթեց։ El Macho, El Macho, El Macho, El Macho, El Macho. Այո, El Macho, քյամպերը մերն է։ $2600 պլանավորած գումարից ավել, լավ աթևա տտել վերջում կերևա։ Դիմացս գնալ գալով մոտավորապես 1800 մայլ ճանապարհ ունեմ։ Եղանակը ստուգեցի, կարծես թե լավ է, ճանապարհները մաքուր են, չնայած որ Արիզոնայի սարերում ձյուն է եկել։ Հույսով եմ, որ ոչ մի արտառոց բան չի լինի, նամանավանդ այս անգամ էլ անցած անգամվան նման ճանապարհորդությունս ընկավ 2 հարսանիքների արանքը։ Հիմա վաղը հարսանիք եմ նկարում, մի քիչ շարժում, հետո որ գամ նույն հարսանիք նկարեմ։ Մատներս բաճած, ինձ բարի ճանապարհ, ձեզ հաճելի դիտում, տեսնենք ոնց կստացվի։
Հիմա ես արդեն Նյու Մեքսիկո եմ, արդեն չէ, վաղուց կարամ ասեմ։ Ժամը 12:20 է, ստեղի ժամանակով։ Navigation-ը ցույց է տալի, այսքի ֆոկուս չի բռնում, ահա։ Navigation-ը ցույց է տալիս, ինձ մնացել է մի ժամ 5 րոպե 74 մայլ արդեն։ Լավ հոգնած եմ, չգիտեմ կհասնեմ, թե միտեղ կկանգնեմ, կհանգստանամ, այս արանքում կերև է, եթե տեղ կթա կկանգնեմ։ Լավ երկար քշեցի, առանց կանգնելու եւ արագ։ Դուրս եմ եկել տնից, մոտավորապես ժամը 3-ն էր։ Ընդհանուր իմ ճանապարհը փաստորեն 800, մոտավորապես 850 մայլ էր։ Եթե հասնեմ տեղ, այս մի օրվա մեջ 850 մայլ գլորել եմ։ Բարելույս։ Ինչքան էլ հոգնած է 3, բայց չկանգնեցի վերջի 70 մայլը։ Ի վերջո քշեցի եկա հասա տեղ, շատ մեծ դժվարությամբ, որովհետև վրես հալ չկար։ Աչքերս հապ հակվում էր ինձ ստիպելով, զբաղացնելով մի կերպ եկա հասա տեղ։ Մոտավորապես 850 մայլ քշեցի 12 ժամում, ժամը 3-ին դուրս եկա տնից, 3-ին էլ հասա տեղ։ Մտածում էի ճանապարհը վատ կլինի, այդ վերևի մասերը, որովհետև լավ ձյուն էր եկել, բայց հիմնականում լավ ուժեղ մառախուղ էր, ձյուն չկար, ճանապարհները մաքրել էին լրիվ։ Բարեհաջող անցա այդ հատվածը։ Հիմա լույսը բացվել է, այստեղ ժամը, քանիսն էր ժամը։ Մոտավորապես ոնց որ 9-ն է, սրանք արդեն աշխատում են, ժամադրություն են վերցրել, սրանք բզիկներով են, անպայման պետք է գրանցվես, հեռախոսիդ նոտ կա, որ գնաս վերցնես։ Հիմա ժամադրություն են վերցրել ժամը 10-ի համար, հələ մի ժամ ունեմ։ Տեսնեմ մոտակա լցակայան կա, ինչ կա, մի հատ գնամ ինձ կարգի բերեմ, լվացվեմ, մի հատ թեյ վերցնեմ, տակ։ Լավ, մի ժամից պարզ կլինի։ Տեսնենք այս անգամ ինչ ենք արել։ Այդ հələ վերցրի, հերիք չի ժամադրություն էի վերցրել, հələ կես ժամ էր սպասել տվի սրանք։ Այլենք մեկիլում։ Հիմա պետք է սպասեմ, որ սրանք գան ինձ ուղեկցեն դեպի քամպերը։
Կանչեց, գնացինք։ Առաջի տպավորությունը է slide out-ը դուրս եկածա ոչ լրիվ ու կեսի վրա կանգնել է։ Էսի լավ նշան չի։ Այս մի հոգավորս կի ժամանակ չտվեց, որ ես կողմնորոշվեմ։ Այս էլ քամպերը։ Կարար ավելի վատ լներ։ Slide out-ը ոնց է աշխատում, չի աշխատում։ Այ Ja, ist problema. Այս աշխարհից դժգոհ ինձ ուղեկցողներ ինձ ասում է կապի ու դուրս արի արդից ես կսպասեմ մնացած աշխատանքները դուրսը կանես լուրջ ես ասում ես slide out-ը դուրս եկած այս թրեյլերը ոնց եմ քշելու ստեղով դուրս հանեմ ինչ ժամանակ է պետք է ամեն ինչի համար այ քեզ բան թող սպասի Սենց դեպքերի համար քամպերները հատուկ գործիք ունեն, որ պտտելով slide out-ը ներս ես բերում, բայց ես այդ գործիքը չունեմ, ոչ էլ քամպերի մեջ կար այդ գործիքը։ Համենայն դեպս փորձում եմ մեխանիկական ձևով ինչ-որ մի բան անեմ, բայց չի ստացվում։ Չէ, չիլնո։ Լրիվ կանգնած է։ Հիմա սենց չստացվեց, մի խոսքով մի հատ հոսանքը նոր ստուգեցի, զգացի, որ թույլ է։ Մի հատ բատերին փոխեմ, մի հատ էլ տենց փորձեմ, այնտեղ ճիշտ ասած մի երկու հատ էլ սենց մի հատ ֆոկուս արեցի հիմա հենց մի անգամից որ մոտորը աշխատի նորմալ բատերի եմ դրել հիմա տեսնենք կարծում եմ հիմա պիտի որ աշխատի այս որ ասում են վատ սյուրպրիզ էս էս մի հոգավորն է գլխից կանգնեց չկարողացա նորմալ նկարեմ սրանք սպասում են դու վեկապցնես ու ստեղից ռադդ քաշես էլի ուրիշ բանի ձեր շտաց դե մի կողմից կարելի է հասկանալ իրանց որովհետև գողություններ շատ ալնում օրինակ TV-ին չկա TV-ին տարել են չնայած նկար չկա որ ասեմ այն գլխից եղելա թե չէ հələ տեսնեմ օ հետաքրքիր է սա էլ ցույց տվեց ինչ ասում լավ անինգը օ սա աշխատեց անինգը աշխատեց հետաքրքիր բայց ես րոպեին իմ դարդու ցավը անինգը չի իմ դարդու ցավը slide out-ն է մատերներս խաչած գնացինք select եղավ up down inside գնաց գնա միջև վերջ գնա մնացածը տունը կանեմ ահա Փառք ես Տեր Աստված լավ ես ստեղից դուրս գամ դրսում մի հատ մանրամասը ցույց կտամ ինչա կատարվում ստեղ այնքան որ հավաքեմ մի հատ ստեղից դուրս գամ սրանց յարդից Դուրը փակելուց հետո քայլեցի դեպի մեքենան ու նկատեցի որ դիմացը ահագին պակաս բան կա որը որ գողացել են այն ինչ որ չկա վեբսայթում նկարների մեջ այդ ամեն ինչը կար հիմա ես սրանց ինչ անեմ չգիտեմ այս առաջի դեպքը չի կփորձեմ կռիվ տամ հետները բայց գիտեմ որ փոխհատույց մեկա չեն լնելու բայց ամեն դեպքում մի հատ կփորձեմ
լավ բարը հետևից սա գալի, արդեն իսկականից լավ ջղայնացին սրանք ինձ, հերիք չի, մեջը լավ հասկացա չեմ նայել, TV-ին չկա, ասենք թե չի եղել որ վերել են, բայց դիմացը ոչ մի բան չկա, սա գողտել են, ասում եմ որ ինչ անեմ, ես գործ չունեմ, գնա օֆիսի հետ խոսա, բալ գործ ունի, հայ բան, 2 ժամա գլխիս ես քայն է, որ հանկարծ մի բան չանեմ ես այստեղ, բայց դուք ինքներդ տանում եք 100% դուք եք անում, գործ չունի ինքը։ Արայք ճիշտն ասած, ես յար զզվում են, թե ստեյ բան առանորից, ինքս ինձ խոսք էի տվել, որ սրանցից ոչ մի բան չեմ առնելու, բայց էլի գնացի եկա կապասը։ Ինչա ուզում ես։ I gotta go to office too. Սրանց մենեջերի հետ անօգուտ վիճաբանությունից հետո քայլում եմ դեպի մեքենան։ Այս առաջի դեպքը չի։ Գիտեի որ սենց հալնելու, ուղղակի ասի փորձեմ էլի, մարդ ես, կարող է մարդ լնեն։ Ինչևից է։ Մյուս կամպանին գոնե սենց դեպքերում փոխհատույց լնում է։ Ինչ շատ հետաքրքիր է, եթե սրանք ուղեկցում են բոլոր ստեղ մտնողներին, սկզբից մինչև վերջ հետ են մանգալի գլխին են կանգնում գործանելուց, բա հետո ով է այդ ապրանքը տանում ստեղից։ Երևի ստեղի կայոտիներն են, գազի բալոնները, TV-ին, զապասակերը, գցում են գրպանները ու դուրս են գալիս ստեղից, որ ոչ մեկ չտենա։ Ինչ որ է սրանց հետ գլուխ դնելը անիմաստ է։ Անցնենք մեր գործին։ Ոնց որ ասում են մի հատ արագի մեջ ձեզ ցույց տամ, ես ընդհանուր նայեցի, այս slide out-ը չեմ ուզում ձեր տամ, հազիվ փակել եմ, ու այս էլեկտրոնիկային չեմ ուզում մի խոսքով ձեր տամ, որովհետև անորոշ վիճակ է հələ, ես պետք է սպարզեմ այս ամեն ինչը ինչա կատարվում, այստեղ այդքան ժամանակ չունեմ, ավելի լավ է հավաքեմ, կապեմ, ճանապարհ ընկնեմ, մի քիչ էլ տրամադրությունս ընկավ այս հերիք չես TV-ն են տարե, հետո դիմացի այդ cover-մավորներն են տարե։ Ասենք թե TV-ն ես ներսի նկարներ չունեի, որ համոզված ելնեմ եղելա թե չէ, բայց ինքը TV-ով է գալի ընդհանրապես, ու էսի նոր մոդել է։ Իսկ դիմացի նկարները կար, այդ cover-ները, իր այդ գազի բալոնները, իր այդ ծածկոցը բանը, դրանք բոլորը տարել են։ Ինչևից է Արվին լավ վիճակում է, ընդհանուր առմամբ տեսքով, ներսը չեմ կարա բացեմ հիմա, քանի որ slide out-ը փակված է, դուռը փակել է։ Ես վերևը նայեցի, ոնց որ 3 հատ AC ունենա, շատ զարմանալի է, սենց մոդել չեմ տեսել։ Էսի բավականին մեծ է, ես սենց մեծը ընդհանրապես չեմ ունեցել, առաջինն է, որ սենց մեծն եմ արել։ Այդտեղ էլ լվացքի մեքենա է եղել, լավ մեծ տուալետ ունի։ Հələ որ չեմ կարա ասեմ պատճառն ինչ ա եղել, բայց կասկածում եմ, քանի որ սրանք քանդած է, ինձ թվում է ստեղ է մի բան եղել ու հավանականությունն է, որ այս սա է փչացել։ Ու ինչի է փչացել, սառել է, սառցակալել է, այս բակը տրաքել է, ու սա ջուրը լցվել է։ Սենց բաներ շուշուտ է ալնում։ Տեսնեմ ոնց կլինի։ Հիմնականում լավ է վիճակը։ Մի հատ էլ դրսից ձեզ ցույց տամ։ Էս էլ դուրսը։ Լավ մեծ է։ Սենց մեծը ես իսկականից չեմ ունեցել։ Կարծում եմ 32 ֆիտ կլինի։ Հենա գլխի վրա այդ 3 հատ բաները, դրանք AC-ներն են, air conditioner-ներն են։ 3 հատ հələ չէի տեսել։ Էս այն ինչ որ ասում էի, որ գողացել են։ Ստեղ եղած չեղածն են գողացել։
Դռները բացեցի, լիքը քեմպինգի ապրանքներ կա մեջը, բայց այն մի դուռը չեմ կարում բացեմ, հանելուկ մնաց ինձ, թե ինչա այնտեղ ներսը։ Բալանիները ոչ մեկը չի բռնում դրա հետ։ Այս դռան մասին է խոսքը։ Չեմ կարում բացեմ։ Մանրամասը կընտրեմ, երբ որ հասնեմ տուն, հիմա մի կտոր հաց ուտեմ, վերջնական մի հատ այդ զիբիլները հավաքեմ ինչ որ թափթփված է ու ճանապարհ ընկնեմ։ Ընդհանուր օքեյ է ոնց որ։ Լավ մնացեք։ the drum beat, feel the sound breaking through the walls tonight, chasing dreams under neon lights. Breathe sharp, the air is wild,
Every step is untamed, unbridled. Freedom in the speed I find. The finish line's just in my mind. Feel the rush, feel the power. Every second, every hour. It's not the end, it's just begun. I'm alive when I'm on the run. Run like the wind, faster than fire. Fueling the beat, taking me higher. No slowing down, I'm breaking free. The world is spinning, but I'm in the lead. Run like the wind, I'm on a roll. Electric energy takes control. It's not just motion, it's my devotion. Run like the wind, pure emotion. Կուզմիչ, արի նայ մի հատ տես ինչ եմ բերե։ Արի մի հատ ստուգի տես ինչ եմ բերե։ Այդ նայ հոկրի, սմուկ, սկյուրիկ, չկա մեջը։ Այսինքն, օքեյ է։ Բարի լույս։ Երեք բարեհաջող ամփորձանք եկա հասատուն, գիշերվա մոտավորապես ժամը 1:30-2-ի կողմերն էր, օրեկան քշեցի 850 մայլ, թրեյլերը շատ մեծ է, հազիվ եմ տեղավորել հայաթս, հիմա ցույց կտամ, կոսմետիկ, կարամ ասեմ, ամեն ինչ նորմալ է, ոչ մի պրոբլեմ չունի, բայց էլեկտրոնիկ պրոբլեմներ ունի, որ հլը գաղափար չունեմ, ինչն է պատճառը, մեկ էլ ջուր ա լցվե մեջը, կասկածում եմ ջրի թենկի վրա, որովհետև սովորաբար այդ կողմերը լավ ցուրտ ալնում, ջուրը սառում է, եթե ջուր ես թողնում թենկի մեջ, թենկը պայթում է, հետո բնական է, որ տաքանում է, ջուրը լցվում է ներսը, կասկածս դրա վրա է, որովհետև այդ մասը քանդածել է համել, այդ իրա այդ քավերները, այդ ծածկոցները հանած է, հիմա մի հատ կպտտվեմ, առանձնապես չեմ նայ, հələ ոչ մի բան, ուղղակի բերել եմ, հազիվ տեղավորել եմ, հազիվ է տեղավորվել հայաթս, մեջը լիքը ապրանք կա, ու ամեն ինչը համարյա թե նոր է, լավ մեծ է, սենց մեծ դեռ չեմ ունեցել, 3 հատ բանալի են գցե մեջը, իբր սրա բանալիներն է, ամեն ինչ կա, բայց ոչ էլ Իրանն է, մի հատն է մենակ Իրանը, այն մնացած դեռ, անգամ ստեղ դուր կա, ես չեմ կարում բացեմ, չգիտեմ ներսը ինչ է, բայց ինտերնետով նայեցի, այդտեղ պետք է երկրորդ սառնարանը լինի դրսի, մի հատ լավ տեսա կտրված ընդեղ ներքևում, կամպյուտերն է պրոբլեմ տալիս, դրա համար էլեկտրիկ ինչ-որ մի պրոբլեմ կա, մեկ աշխատում է, մեկ չի աշխատում, slide out-ը բացեցի, հիմա նորից ինքը ստակ եղավ, լրվեց, երբ որ առնում ես նկարները ուսումնասիրում ես ու արդեն գիտես ինչ ես առնում, իհարկե ներսի նկարները չկար, հանելուկ էր ներսի ինչ առնել, իմ համար շատ վատ կարա լինի, բայց լավ է, բախտս բերեց, ներսը մաքուր էր, ոչ մի բան տենց չգտա ես, վնասված կամ ջրի վնասվածքով անգամ ոչ մի հետք չկա ջրի, հիմա մի հատ տեսնենք ինչ է կատարվում սրա հետ, ինչ եմ առել, մի քիչ պետք է տնտղեմ, որ հասկանամ որն է պրոբլեմը, որովհետև հələ որ հիմնականում էլեկտրոնիկայի այդ պրոբլեմները գիտեմ, պետք է ման գամ, հիմա գաղափար չունեմ ինչ է, բայց պետք է գտնենք ինչն է եղել պրոբլեմը, որ title-ը salvage-ա դուրս եկե, որովհետև ջրի պրոբլեմ կա, հենց այնց չէին գրի, մի բան կա, հիմա պետք է ման գամ գտնեմ։ Էս էլ քյամպերը որ առել ենք, հələ սրա մեծությունը, իսկական տուն է, անգամ լվացքատուն ունի մեջը, ստեղ ներսը հիմա պետք է քանդրտեմ, տեսնեմ ես ինչ էր, ամբողջը պետք է դուրս գա, մաքրվի, ես ալարը միացրել եմ, ուրիշ հոսանք եմ տվել, բան եմ արել, բայց չէ, կամպյուտերի խնդիր կա ստեղ, չգիտեմ դրա հարցը ոնց եմ լուծելու, հələ որ անծանոթ է, բայց մի բան կանենք, եսա գողացված մասերը ստեղ, ես որոշ բաներ ունեմ, բայց հին մոդելից է, չեմ ուզում դնեմ, նորը լրիվ տեսքը ուրիշ է, բացվեց ու կանգնեց, էլ չեմ կարում փակեմ, նորից այն պետք է անեմ, ինչ որ այդ յարդում էի անում երեք, տեսքը լավն է, վատը չի,
Այս լարը, որ ասում էի, կտրված լար տեսա։ Հեսա։ Կսարքեմ, սա պրոբլեմ չի, ու էսի վաղուցվա կտրված, այնց թված լցակայանից դուրս գալուց մի պահ ինձ թված, մատորը կոտրած է։ Մատորը կոտրած է։ Մատորի կորպուսը, բարին։ Խփել են տակը, կոտրվել է, տեսես, չէի տեսել։ Ինձ թված ես արեցի, որովհետև լցակայանից դուրս գալուց տակը քսեց, հետևի մասը, բայց չէ, սի մարածը չի, սի վաղուցվա է։ Երևում է, որ հինա։ Սա պոկված, սրանք սարքվող բաներ են, խնդիր չի։ Այս դուրնա, որ չեմ կարողանում բացեմ, բայց գիտեմ, որ ներսը սառնարան պետք է լինի, եթե իհարկե չեն գողացե, բանալին գցե եսին որտեղ։ Լիքը ապրանքա մեջը։ Քանդեմ կդասավորեմ, տեսնեմ ինչն է պետքական, ինչը ոչ, կթափվի կգնա։ Սա տուփերով են, անգամ նոր են, չօգտագործված ինչ-որ բաներ են քյամպերների հետ կապված։ Այս բանալին չկա, բանալիները գցել են ներս, իբր թե սրա բանալին է, բայց չկա բանալի։ Էսա որ պրոբլեմա։ Մնացածը բոլորը աշխատում են։ Բացի այդ slide out-ից մեկ էլ էս անենգից, նավեսից։ Ահա։ Հələ մի հատ նայեք սրա գեղեցկությունը։ Խոհանոցը։ Սառնարանը սենց սառնարանով հələ չեմ տեսել։ Դուրը համես կողմից է բացվում, համես կողմից։ Այս կրեսլոները ամեն մեկը իր սեղանն ունի փոքրիկ։ Գնանք ննջասենյակ։ Այս մարդիկ սաղ թողը փախել են, ինչ են արել, մարդ չի հասկանում։ Ոչ մի գրամ ջրի հետ ես այս քյամպերի մեջ չեմ տեսնում։ Լրիվ նոր քյամպերի նման հոտ է գալի։ Հիշեցնում եմ 25 թիվ։ Մի հատ ֆոկուս անենք։ Ես եմ մի քիչ այս հողը ոտի տակից մաքրել, այսօր առավոտը, որովհետև որ քայլում ես քարեր էր հատիկ, սխմում ես այս պոլը գետինը փչացնում է։ Օպա։ Գախտնի սենյակ։ Խոհանոցային ապրանքներ։ Խոհանոցային ապրանքներ ասեցի, գնանք խոհանոցային ապրանքների մոտ։ Ամեն ինչ թողի գնացել են։ Ամեն դեպքում բավականին բաներ ստեղ պետք է թափվի սենց թենից։ Հետաքրքրական է։ Շատ ակուրատնի ժողովուրդ են եղել։ 3 հատ air conditioner ունի գլխի վրա։ Սա 1, սա 2 եւ սա 3, սենց բան չեմ տեսել։ Այսի այնքան հոսանք կխլի, 50 ամպերանոց լարա դրած դրա համար էլ։ Մտնենք մեղավոր սենյակ։ Հələ զուգարանի մեծությունը։ Քամպերների մեջ սա հազվադեպ ալնում։ Ես կասկածում եմ պրոբլեմը, որ սա է։ Այս թենքն է։ Շատ հնարավոր է, որ սա է վնասված եղել։ Ջուրը տաքացնող թենքն է սա։ Պետք է մի հատ ջուր լցնեմ, որովհետև ինքը դատարկ է արդեն։ Ամբողջությամբ ստուգեմ։
Բայց էլի կողքերը վնասվածք տեղ չունի, այս մասերը ուռում է, երբ որ ջուր է լինում, այստեղ ոչ մի բան չկա նման, ոչ մի բան չի հիշացնում, որ այստեղ ջուր է եղել։ Մեկ էլ այս կողմն են իրանք, այս շաուրի կողմն են քանդել բան անել։ Ես էլ չեմ էլ նայել ճիշտ ասած այդտեղ տակը ինչ է։ Ամեն դեպքում մեկ էլ դա է։ Այս կողմը ուրեմն լվացքատունն է, որ կարա տեղավորվի լվացքի մեքենան, չորանոցը։ Սա ուղղակի պահեստային մաս, այս ինչ է։ Չգիտեմ։ Այսքան մեծ քեմպեր է, բայց ընդամենը 2 հոգու համար է։ 2 հոգի կարա քնի։ Գոնե նենց անային, որ 4 հոգի կարողանար քնել այստեղ։ Մեծամասամբ քեմպերների մեջ սա մի քիչ ուրիշ ձև է սարքված, սեղանը իջնում է ներքև, դառնում է տեղաշոր, 2 հոգի նորից կարան քնեն վրան։ Այստեղ կարելի է քնել, բայց դրանք միջև վերջ չեն բացվում։ Հիմնականում այսքանը էս քեմպերի ներսում, դե իհարկե, ոնց կարան TV-ին չգողանան, սիրտները կկանգնի, չնայած վստահ չեմ, որ ինքը մեջ է եղել է, թե չէ տերն է հանել, թե ярդում են հանել, որովհետև մի անգամ եմ կրկնում, ես այս քեմպերը առել եմ, ոնց են ասում, չկտրած ձմերուկ, գաղափար չեմ ունեցել, թե մեջը ինչ կա։ Ինչ որտեղ վստահ էի, որ ամեն ինչ նորմալ է ալնելու սրա հետ, եթե իհարկե ջարդած, փշրած, թալանած չլինեն ներսը, բայց դե TV-ին ոնց կարան չհանեն, սիրտները կկանգնի։ Մի խոսքով, այսքանը, չգիտեմ ինչ եմ նկարելու, առանձնապես այտենց աշխատանք չունեմ անելու, առաջի հերթին, այն ինչ որ գիտեմ, էլեկտրական պատմություններն է, որ մի քիչ պետք է խաղամ հետո, որ հասկանամ ինչ արնում, մեկ էլ մանգամ գտնեմ այդ ջուրը որտեղից է եղել, որ անունը դրել են ջրի դեմեջ։ Մնացածը դե իհարկե մաքրություն եւ վերջ, առայժմ այսքանը։ Լավ եղեք։
Ես ոնց որ տեք թա ինչից է սալվեջ եղել։ Լավ ման գալուց հետո մտածում էի ստեղ է, բայց լավ լվալուց հետո այս մասերը լրիվ թացացել էր։ Այս վերևից ջուրը կաթում էր։ Երբ որ ես լվում էի, այս slide out-ից դրսից մտնում աներ սրանց հիմնական խնդիրն է, շատ քամպերներ այդտեղ հատուկ նավես ունեն իրանց վրա, անինգ, որ ծածկի անձրևաջուրը չլցվի ներս։ Այս մոդելը չունի, բայց այս մոդելից տեսել եմ, որ ունի։ Ամեն դեպքում 90%-ով համոզված եմ, որ էս է եղել խնդրը, որովհետև ուրիշ տեղ չկա, որ ջուր է եղել։ Հələ թացա։ Նկատեցի, որ գետնի վրա ահագին թաց տեղեր կա, հետո տեսա, որ այստեղից է հիմնականում։ Դրսից լցվում է ներս այդ մասերից։ Այս ոչ շտկելու է, ոչ մի բան, հենց սենց է պետք է մնա։ Ուղղակի թրեյլերը կանգնացնելուց պետք է համոզված լինեն, որ իր այդ level-ը ճիշտ է, որովհետև եթե ճիշտ չլինի, ջուրը էլի, ասենք, գալու է ներս անձրևի ժամանակ։ Ինձ մնացել է այս էլեկտրականության հարցերը լուծեմ, ամբողջը քանդել եմ, իր կոմպյուտեր բոքսը ստեղ է, ներսն է, կարծես reset անելով շտկվեց ահագին բաներ, բայց հələ խնդրեմ ունեմ solar panel-ի հետ կապված, որովհետև սիստեմը ճիշտ չի աշխատում ու իր բատերիները չարժ չի անում նորմալ։ Ոնց որ թե սրա հարցն է լուծվեց։
Ոնց որ ասում էի, այս արևային մարտկոցը, solar panel-ը charge չէր անում։ Մինչև իրան trigger մի հատ չլինի, այսինքն իմպուլս չտաս հոսանքի, ինքը չի աշխատում։ Հոսանք չէր գալիս տեղ, մտածում էի թույլ միացում կամ ինչ-որ կտրված մի տեղ, վերջապես գտա, ընդամենը ապահովիչ էր գցե, բայց այդ ապահովիչը հələ հանճար մտքի հզոր գիգանտներին հələ նայեք, որտեղ են դրել այդ ապահովիչը։ Ուրեմն ես ստուգեցի, ստեղից պետք է հոսանք գնար, մտնում էր ներս ու կորում էր այնտեղ։ Ի վերջո ես այս մասը քանդեցի լրիվ։ Հիմա փորձեմ ձեզ ցույց տամ, եթե կարողանամ։ Անենց տեղ են դրել այս խելոքները։ Հիմա ես փորձեմ այս կամերան մտցնեմ ներս, որ գոնե ինչ-որ չափով երևա։ Այստեղ այս խելոքները տեղադրել են ապահովիչը։ Հիմա այսինքն եթե մի վնաս ալնում, այս ամբողջ գետինը պետք է քանդվի, նոր ապահովիչ փոխվի։ Ինչ խելոք եք, ապրեք դուք։ Ինձ հիմա այս վիճակով անգամ դժվար է դա հանել փոխելը, բայց ինչևից է կարևոր որ խնդրեմը գտա, 100% համոզված եմ, որ դա հələ չեմ փոխել, բայց 100% համոզված եմ, որ դա այլ ուրիշ բան չկա այստեղ։ Դե լավ, այս էլ վերջացնեմ, անցնենք առաջ։ Այս էլ մեղավորը։ Այս կարծես թե դրեցինք, հիմա ստուգենք, եղավ, շատ լավ է, այս մի պրոբլեմից էլ պրծա, մնում է ամբողջը հավաքեմ, որովհետև բավականին բաներ եմ քանդել, որ պետք է գտնեի, որտեղը չէի մտածում, որ կարող է դրած եմ։
Ահա եւ վերջ։ Կյամպրը պատրաստ է եւ սպասում է իր նոր տիրոջը։ Ճիշտն ասած, այս պահին արդեն վաճառել եմ, ուղղակի վաղն են գալու տանեն։ Չուզեցա գնի պահով շատ առարկեմ գնորդի հետ, իր աուզած գնով էլ տվեցի, որովհետեւ 3 օրից նոր տարի է։ Չնայած որ ես արդեն էժան էի դրել մտածելով, որ մինչեւ նոր տարի ծախվի։ Ցավոք սրտի օրը ցերեկով վաղը չեմ հասցնի վիդեո նկարեմ, դրա համար է որոշեցի հիմա անեմ, իսկ ֆոտոները ավելի վաղ էի նկարել։ Ընդհանուր առմամբ գործը հեշտ գնաց, շատ ինչ չտանջեց։ Մտածում էի, որ կոմպյուտերը հնարավոր է չկարողանամ շտկեմ, բայց reset ու reprogramming անելուց հետո ամեն ինչ սկսեց նորմալ աշխատել ու այս պահը հեչ կախված չէր ջրի խնդրի հետ, ավելի շատ հոսանքի տատանումների խնդիր էր ստեղ։ Իսկ ինչ վերաբերում է կյամպերի մեջ ջուր լցվելու խնդրին, իր սիստեմը ամբողջությամբ նորմալ աշխատում է, ստեղ բացարձակ խնդրեմ չկա։ Հիմնականում անձրևաջուրը լցվել է ներս slide out-ի միջոցով, քանի որ slide out-ը բաց է եղել ու թեք կանգնացրած, որից հետո կարճ ժամանակում դատարկվել է, չորացել է, քանի որ կյամպերը կանգնած է եղել չոր կլիմայական շրջանում ու բարեբախտաբար ոչ մի վնաս չի տվել։ Ես էլ ուրիշ տարբերակ ստեղ չեմ գտնում, քանի որ ամեն ինչ նորմալ է։ Գողացված ու պակաս բաները առա տեղադրեցի, մնացած մանր բաներին չանդրադառնամ, հիմնականում ոնց որ պետք էր ամեն ինչ շտկվեց։ Իսկ ինչ վերաբերվում աղոթի տեսակետից, կարամ ասեմ, որ համարյա նույններ ինչ որ նախորդը, ուղղակի ստեղ աշխատանքը ավելի քիչ էր։ Մոտավորապես ծախսածս գումարի 20%-ը, կարար ավելի շատ լիներ, համոզված եմ, ուղղակի շտապեցի մի քիչ։ Լավ, ոնց որ դե այսքանը։ Տեսնեմ հաջորդը ինչ մի նոր հետաքրքիր բան կգտնեմ։ Խնդրում եմ չմոռանաք սեղմեք լայք կոճակը, գրանցվեք իմ ալիքին, իսկ ես շնորհավորում եմ բոլորիդ 26 թվականը, եղեք հարուստ, հոգով եւ ֆինանսապես բոլորիս խաղաղ երկինք։